Ամենավտանգավոր ուժը հոգևորականն է։ Նա Առաջին տեղով է։ Նա բանն առաջնորդողն է։ Ահաբեկչության առաջնորդողը պարզվեց այս անձնավորությունն է։ Իրանցից որ գալիս էր, որպեսզի քաոս ստեղծի պարզվում։ Հիմա այդ քաոսի ստեղծման մեջ ներգրաված են էլ լրագրողներ, էլ քաղաքական գործիչներ, սրբազան գոռալով, այսօր էլի պատգամներ կային գոռում են սրբազան, ինչ սրբազան։ Այս ձայնագրությունից հետո էլ ինչ սրբազան։ Սրբազանը արյուն է տենչում, որտեղ է սրբազանի առաքելությունը։ Դա կանխող պետք է լիներ։ Մոռացեք, այդ շորերը պետք է հանվի իրենց վրայից։ Ով որ այդպես չի մտածում, բայց թաքնվել է այդ սքեմի տակ, նա պետք է օր առաջ այդ շորը այլևս նրա հակում պետք է չլինի։ Դա վարկաբեկում են նաև մյուս հոգևորականներին։ Հիմա թող մյուս հոգևորականները պատասխան։ Վերջինս այս ձայնագրությունը լսելուց հետո Էշմիածինը ինչ ասում է Կեցե Բագրատ Գալստանյանը, Կանադայի քաղաքացի, որը արյուն է ուզում երկրի ներսում, եկեղեցու դերը այդպես են տեսնում, հոգևոր խորհուրդը հենց հիմա պետք է հայտարարություն տարածի։ Եթե չի տարածում, պատասխանությունը ինքն էլ է կրում պատասխանություն տվյալ անձնավորության հայտարարությունները, որ դրանք մաքուր ահաբեկչական հայտարարություններ են։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։